իրենք ֆրակցիա ունեն, շատ ակտիվ, խնդրեմ, շատ ակտիվ մասնակցել են ընտրություններից, վերջին ինֆորմացիաները, պարոն Թևանյան, չգիտեմ, ես կարծում եմ, որ դուք էլ եք տիրապետում, ինչ է կատարվում, ուրեմն արդեն գործ են կարել, հիմա Գյումրում եկեղեցու զանգերը անդադար ղողանջում են, Գյումրու ավականու անդամներ Կարինե Լազարյանը քաղաքապետարանի մոտ այդպես հավաքվել են ավականու անդամներ, իրենց վրթովմունքն են արտահայտում, իմիջիայլոց մեծ մասին չեն թողնում, որ մտնեն ներս 4 կողմից փակել են քաղաքապետարանի մոտ հավաքված ազնիվ քաղաքացիների թիվն արդեն գերազանցում է 1000 մարդուց ավելանում են, հայտարարությանը ծանոթ եք թե ոչ, շատ կարճ ներկայացնեմ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը եւ խոսքը փոխանցեմ ձեզ։ Շտաբ Վարդան Ղուկասյանի խոսքը Գյումրու հպարտ եւ արդար ժողովուրդ։ Ժամանակն է կանգնել մեր քաղաքի եւ մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելուն, բայց պետք է հասկանանք, սա միայն մեկ մարդու մասին չէ, սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Պետությունը չպետք է խախտի Գյումրու ինքնուրույնությունը։ Մենք գյումրեցիներս պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու եւ պաշտպանելու իրավունքը։ Միացեք, խոսեք, մի լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ։ Ահա, ընտրված քաղաքապետ մենք ունենք, այս անձը ազգակործան անդադար պարտանում էր, որ ինքը ընտրված է եւ այլն, մենք տեսանք, թե Փարաքյարում ինչ տեղի ունեցավ։ Հիմա երկու հարց, բոլոր ակտիվ օջախներն է արդյոք ինքը փորձում ոչնչացնել, եթե մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, եւ նաեւ ուզում է գնալ Մայրտաճարի վրա եւ նաեւ դիմացը վաղաշաբաթի ընտրություններն ինքը ունի վաղ։ Եթե մենք այսօր էլ այսպես պայմանական ասեմ հայ ժողովուրդը կամ ընդդիմությունը հանձնի Վարդան Ղուկասյանին, սա չի նշանակում, որ մենք հերթական, այսպես ասած, պայքարող ընտրված մարդուն օջախն ենք հանձնում եւ մենք սրանով իսկ պայքարը առասարակ շատ ուժեղ թույլատրում ենք եւ ինչ պիտի արվի եւ նախաձեռնվի այս փուլում։ Խնդրեմ։ Նախ այդ ձևակերպում ընդդիմությունը հանձնում է, ընդդիմություն չի հանձնում Վարդան Ղուկասյանին։ Ես ասեմ, որ քիչ առաջ Գյումրու ավականու Մայր Հայաստան խմբակցությունը հայտարարություն է տարածել եւ դատապարտել է մեր ներկայացուցիչները Գյումրիում են, տեղում են եւ իրավիճակից դրսված համապատասխան գործողություններ կարվեն, մեր թիմակիցներն են հիմա տեղաշարժում այնտեղ։ Ես էի ուզում գնալ տեղում հասկանալ ինչ պետք է կազմակերպել, ճիշտ ասած ձեր եթերը կան։ Դե եթերից հետո կարող եք, այո, արդեն հայտարարել եք, այո։ Պայմանավորվածություն կար, դրա համար չուզեցա, որպեսզի այդ պայմանավորվածությունը խախտվի։ Այս իրավիճակը դատապարտել է նաեւ վաղաշաբաթի ավականու ընտրություններում մեր համայնքապետի տեխնացու Գրիշա Հարությունյանը եւ ընդհանուր առմամբ ասեմ, այստեղ բացարձակապես կապ չունի, թե ով է Վարդան Ղուկասյանը, հավանում ենք նրան, չենք հավանում, ես անկեղծ ասեմ, տեսակային, ոճային եւ այլ առումներով օրինակ ինձ համար լրիվ հակադիր մարդ է եւ ինձ համար բացարձակ անկալելի մարդ է, ամբողջությամբ անկալելի մարդ է։ Դե տեսակետի առումով ես այլ բան եմ ուզում ասել։ Դա կապ չունի։ Ես հենց դրան եմ բերում։ Նրանք ովքեր ասում են, դե Վարդան Ղուկասյանն է, այսպեսին է, այնպեսին է, ես էլ ունեմ իմ տեսակետը, բայց տվյալ դեպքում հարցը Վարդան Ղուկասյանին չի վերաբերում։ Տվյալ դեպքում հարցը նույնիսկ քաղաքային իշխանությանը չի վերաբերում։ Տվյալ դեպքում հարցը վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ իրականացնում է թուրք-ադրբեջանական պահանջները, այսպես նրանց նախապայմաններն է կյանքի կոչում, այդ կյանքի կոչման համար ինքը պետք է հնարավոր բոլոր այլընտրանքային, ինքնուրույն, դիմադրության եւ այլ տիպի օջախները ոչնչացնի եւ դա վերաբերում է եւ հայ առաքելական եկեղեցուն, դա վերաբերում է առանձին անհատների։ Ես հիմա մի բան եմ ուզում ասել, տեսեք, որը վերաբերում է ընդհանրապես այս մեզ պատող այս ողբերգությանը, մարդիկ կային, ովքեր մտածում էին, որ օրինակ Բագրատ Սրբազանը դե ինքը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, դրա համար էլ երևի իր դեմ ինչ-որ գործողություն են անում։ Ես քանի որ քաղաքականությամբ չեմ զբաղվում կամ երևի թե Բագրատ Սրբազանը պետք է չզբաղվեր քաղաքականությամբ եւ ահա նրա հետ այդպիսի բան տեղի չէր ունենա։ Միքայել Սրբազանը հարցազրույց է տվել, դե ես չեմ տվել հարցազրույց, երևի Միքայել Սրբազանը պետք է չտար այդ հարցազրույցը եւ նրա հետ դա տեղի չէր ունենա։ Գյումրու քաղաքապետը երևի ինչ-որ կոլորիտային մարդ է, ինչ-որ բաներ է ասում, սուր բաներ է ասում,
համել, ասենք, մենք քաղաքային իշխանության հետ կապ չենք ունենում, դրա համար երևի մեզ հետ ոչինչ տեղի չունենա, բայց այդպես շարունակելով ի վերջո գործը կհասնի այն մարդուն, որը ասում է, որ ես սրբազան չեմ, ես հարցազրույց չեմ տալիս, ես քաղաքապետ չեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ես այս չեմ, այն չեմ եւ ինձ բան չի պատահի եւ ահա երբ որ կան այդ մարդու հետևից արդեն էլ որևէ մեկը չի մնա, որպեսզի այդ մարդու իրավունքների համար պաշտպանի։ Ինչը տեղի ունեցել փաստացի, եթե քաղաքական եւ այսպես արժեքային գնահատական տանք եւ իրավական տեսակետից դիտարկենք ինչ է տեղի ունենում Գյումրու քաղաքապետարանի հետ, ապա կստացվի հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից հրահանգներ է տալիս ապօրինի եւ ասում է, հեսա կտեսնեք ինչ են կանելու Գյումրու քաղաքապետի հետ։ Դա իրավապահ կոչված համակարգ ընդունում է որպես ցուցում եւ գործողություններ են արվում Գյումրու քաղաքապետարանի դեմ, քաղաքապետի դեմ։ Սա ապօրինություն է, սա հարձակում է տեղական ինքնակառավարման համակարգի վրա։ Սա այսպես կոչված ժողովրդավարության վերջին փշրանքների ոչնչացում է եւ սա նաեւ մեսիջ է օրինակ վաղաշաբաթի ընտրություններից առաջ, որ ահա մենք տեսեք ինչ կանենք, եթե հանկարծ մեր մարդը չլինի։ Եվ սա հաստատում է այն ողջամիտ կասկածը, որ Փարաքյանում տեղի ունեցած սպանությունը քաղաքական է, որովհետեւ ապօրինի ձևով փորձ էր արվել ժամանակին իշխանություն վերցնել, չեն կարողացել, միտեղ կալանավորում են, միտեղ չեն խոչընդոտում առնվազն չեն խոչընդոտում, մյուս կողմը ՔՊ է, չէ՞ եղել։ Չեն խոչընդոտել, որպեսզի այդ այսպես կոչված վենդետայի վարկածը եթե վերցնենք, չեն խոչընդոտել, որպեսզի այդ վարկածը կյանքի կոչվի։ Այսինքն առնվազն լուր հետևել են, թե ինչ զարգացում կարող է տեղի ունենալ եւ պատահական չէ, որ դրանից հետո սկսեցին արդարացնել այդ սպանությունը։ Սպանողին ներկայացնեն որպես զով, որպես կինոյի տղա, այսպիսի մարդ, որը դարդեր է ունեցել եւ այլն, ես չեմ ուզում մտնել այդ գործի դետալների մեջ։ Ես հիմա տեսնում եմ քաղաքական process, որը ուղղված է ամբողջատիրական համակարգ ստեղծելուն։ Եկեղեցու դեմ էլ տեսեք ինչ են անում, ասում են մենք եկեղեցու դեմ չենք, ասում են առանձին եկեղեցականների դեմ ենք։ Հիմա զուգահեռ անցկացնեմ, ինչ էին անում սրանք բանակի հետ Արցախը հանձնելուց առաջ եւ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի ոտքերի տակ դնելուց առաջ։ Ասում են սիրելի ժողովուրդ, դուք եկեք մեզ աջակցեք, մենք այդ զինվորականության վերնախավին ոչնչացնենք, մենք ձեր երեխաներին կլուբնիկով կպահենք բանակում։ Այդ կլուբնիկը ցույց տալ բարես բուն իմաստով այդ շուլերական մոտեցումը, որ իրենք արեցին, կլուբնիկ ցույց տալով ոչնչացրեցին հայկական բանակը։ Ոչնչացրեցին Արցախը։ Ասեցին դուք աջակցեք առանձին զինվորականներին, մենք տանենք, դատենք, վարկաբեկենք, ոչնչացնենք, բայց փոխարենը մենք հեսա տեսեք ինչ ենք անում։ Բանակը ոչնչացրեցին, այդ կլուբնիկ ուտող երեխաներից մի քանի հազարի գլուխը կերան, պատերազմ բերելով եւ պարտության տանելով, եւ Արցախի հետ կապված ինչ էին անում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ վատն է, նրանց պետք է դատել, նրանք թալանչիներ են եւ այլն, թալան, կոռուպցիա եւ այլն, այդ բառերը իրենք այլևս պետք է չօգտագործեն, դրանք թալանի, կոռուպցիայի կորիֆեյներ են, ասեր են, ակադեմիկոսներ են, այսպես ասած, բայց քարոզչական դաշտում, երբ որ իրենց վարկաբեկում են, թվում է թե այդ առանձին անձանց են վարկաբեկում։ Եվ հարցը առաջանում վարկաբեկում են կամ քննադատում են ինչ նպատակով։ Քանդելու ռազմաքաղաքական ղեկավարությանը վարկաբեկեցին, հիմա էլ մեծ հաշվով տարածում են, որ այո, նրանք ովքեր որ Բաքվի բանտում տարապում են, դրանց հասնում է, որովհետև դրանք թալանչիներ են եղել եւ այլն։ Թալանչիներ են եղել, չեն եղել, այն որ ասում է դա այլ քննարկման հարց է, բայց երբ որ դու դնում ես խնդիր, որ ղեկավարությանը վարկաբեկես, որպեսզի Արցախը հեշտ հանձնես, այ դա արդեն դավաճանություն է կոչվում։ Հիմա նույնը էստեղ է, անկախ դրանից, ով ինչ կարծիք ունի Վարդան Ղուկասյանի մասին, ով ինչ մոտեցում ունի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ընտրված համայնքապետի մասին, այո, ով ինչ այդ նույն շարքի մեջ է, պես բան չի։ Այո, ով ինչ կարծիք ուներ, ասենք ժամանակին Մամիկոն Ասլանյանի մասին եւ այլնի մասին։ Չէ, սրբազանների մասին նաեւ, այդ ամեն ինչ մի շարքի վրա է։ Մի վարքան, ես կարծում եմ, որ ովքեր որ ինչ կարծիք ունեն, պետք է դնեն մի կողմ, որովհետեւ բոլորը իրանց առավելություններով ու թերություններով հանդերձ հայկական երևույթներ են։ Սա շատ կարեւոր է։ Եվ սրբազանների հետ կապված ես կասեի, որ պայքարը գնում է ոչ թե կրոնական, այլ հետեւյալը քրիստոնյաների եւ անաստվածների եւ հակաքրիստոնյաների։ Ես չեմ ասում առաքելական եկեղեցու հետևորդներից։ Նրանք ովքեր աթեիստ են, այսօր ամենաշատը պետքա պաշտպանեն սրբազաններին։ Ինչու՞, որովհետեւ աթեիստ լինելն էլ իրենց մասով է իրենց իրավունքները պաշտպանելու
քայլ ենթադրում, իսկ Նիկոլ Փաշինյանի պարագայում իրենց հավատքի բացակայությունից, աթեիզմից, ասենք չգիտեմ, տարբեր իրավունքներից եւ իրենց ներքին որոշումներից զրկված են լինելու բոլորը։ Ինքը ուզում է Հայաստանցուն դարձնել չմտածող կենսաբանական մի հատ իշոր գոյություն, որը պետքա սպասարկի թուրք-ադրբեջանական շահերը, որպեսզի ինքը եւ իր ընտանիքը իրենց կաշին փրկեն։ Սա գլխավոր մեսիջն է, ինքը իր կաշին փրկելու համար հայաստանյան բոլոր օջախները վերացնում է։ Մեկը լավն է կառավարում, մեկը վատ, դա էական չի։ Կարևորը որ նրանք հայկական երևույթներ են։ Իսկ սա թուրքական երևույթ է։ Սա շատ էական տարբերություն կա։ Նիկոլ Փաշինյանի վարածը թուրքական է։ Ինչ է առաջարկում, տեսեք, դուք կասկած ունեք, որ այն Մոլդովայի օրինակի ինչ որ եղավ, չի տարածվի այստեղ։ Այսինքն վաղաշաբաթի ընտրություններից առաջ, ասենք, ձեզ ձերբակալեն, եթե մի քիչ ակտիվ խոսեք կամ համարձակ, ձեր տեխնացուին ձերբակալեն, ընդհանրապես թույլ չտան սրան կամ նրան մասնակցել։ Հիմա ասում եք ուրիշ բան մարդկությունը առաջ չի բերել, բայց ոնց որ թե բերել է, բացի ընտրություններից բացի ուրիշ բան հնարավոր չի։ Այս մարդը արդեն ավարտում է ընտրությունների թեման։ Բոլոր դուք ինքներդ եք ասում, որտեղ որ այդ օջախներ կա, այդ հարցերը լուծում են, այնտեղ Փարաքյարի հարցը լուծեցին, հիմա Գյումրու հարցը վստահ եմ կլուծեն, որովհետև ես առանձնապես սպասելիքներ չունեմ ընդդիմությունից, որ այսօր ինչ որ մի process կտանի, ինչ որ մի բան կանի կամ կգնան Գյումրի կհասնեն կամ դա տեղի կունենա։ Եվ ավելի ջլատված, ավելի կոտրված հիմա վաղաշաբաթում կլինի, այդ վախը այսպես պահելով, որ հեսա սրանք կձերբակ վստահ է, որ միջև այդ մի քանի օքել կձերբակալի։ Ու այսպես ուր են գնում, ինչ է տեղի ունենալու, ինչ է կառաջարկում, ինչ է արվում։ Ընտրությունները գործիք են, որից չի կարելի հրաժարվել։ Ճիշտ է, գործիք են, բայց դուք տեսնում եք այդ գործիքի դեմ ինքը այսպես մի հատ քլունգ առեք տալիս է գլխներին, համատարած։ Մեր գլխին է տալիս համատարած։ Քլունգի դեմ մեր կանգնած ինչ պիտի արվի։ Եթե դուք ասում եք ընտրություններ, եթե ասում եք դեմոկրատիա, եթե ասում եք խոսքի ազատություն, եթե ասում եք հրաշք արևմուտքը իր դեսպանատներով, թքած ունի հրաշք արևմուտքը այդ ընտրությունների վրա ընտրված քաղաքապետին, հեսա վստահ եմ քարշ տալով կտանեն, ծպտուն դուրս չի գալու որևէ դեսպանատնից։ Ուրեմն ինչի մեջ եք մեկ եւ ինչ պիտի արվի։ Ես ասեմ, ես ձեր խոսքի կոնտեքստից ելնելով ասեմ հետեւյալը, որ ես չեմ ուզում հիմա դրթել ձեզ մի process-ի, որի հետ կապված դուք իրավական խնդիրներ կունենաք, առանց հետ էլ ձեր վրա կոնկրետ Ինչ նշանակում է process-ը։ Ես հիմա ասում եմ, որ այս ճանապարհները փակուղի են, դուք համաձայն չեք, որ փակուղի են։ Ընտրության ճանապարհ։ Մոտ են, բայց հրաժարվել ընտրություններից ես հիմա ճիշտ ասած չեմ ուզենա այդ ուղղությամբ տանել խոսակցությունը ձերից շահերից ելնելով մերից շահերից ելնելով ինչի ասենք հիմա դուք ասում եք ընտրություններ են ընտրություններում մենք գնում ենք ընտրություններով այս մարդը ասում եմ ընտրված մարդ կասնկատնան տեսեք ինչ է անում ես չգիտեմ դուք եք քաղաքագիտությամբ զբաղվել հիմա քաղաքական ինչ ճանապարհ կա եւ ինչ եք դուք առաջարկում եւ ինչ պիտի արվի եթե ընտրության ճանապարհը այս մարդը ընտրված մարդուն հիմա կալանավորելու է տանելու է բոլոր գործիքակազմերը օգտագործելու են բոլոր քաղաքական գործիքակազմերը օգտագործվելու են, այսինքն ընտրությունները որպես գործիք օգտագործվելու են։ Մենք դրանից չենք կարող հրաժարվել։ Նրանք ովքեր հրաժարվում են դրանից, թող այլընտրանք առաջարկեն։ Մեր այլընտրանքը առաջարկած սա է, սա պայքարի օջախ է, որից մենք չենք ընտրության տեխնացուներին հավաքելու է ինքը։ Բոլոր ակտիվին հավաքելու է։ Ես չգիտեմ, եթե ձեր մեջ ակտիվություն տեսավ կհավաքի, կարող է տեսնի չէ, այնպես առանձնապես թույլ եք ոչ մի բան չի անի։ Ինքը դուք համաձայն եք, չէ՞ որ նոր քիչ առաջ էլ ասեցի, անհատներ, լիդերներ, ղեկավարներ, այդպես չէ՞ որ օրական ծնվում են եւ եւ կա։ Հապես դրա այլընտրանքը ո՞ր է չմասնակցել։ Ես չգիտեմ, մոբիլիզացնել եւ ինչ որ դեստրուկտիվ չտանենք այս խոսակցությունը։ Ես առաջ այսինքն պայքարի այլ ճանապարհ չկա, միակ ճանապարհը ընտրություններն են։ Նաև ընտրություններն են, նաև ընտրություններն են, ճիշտ եք։ Այո, մնացած ճանապարհները պետք է տեսնել ինչքանով են արդյունավետ։ Ես չեմ ուզում ասել բաներ կամ այ հիմա ոնց եք տեսնում, հիմա քաղաքապետին տանելու են, ոնց եք ընտրված քաղաքապետին տանելու են, արևմուտքը լռելու է, դեսպանատունը լռելու է, ուժայիններին լցրել է Գյումրի, քաղաքական ուժերն են զբաղված են ընտրություններով։ Ոնց է լինելու։ Չենք կարող հիմա մոխիրի թափել գլխներից, ասենք, վայ, տարա, process է, պետք է տանեն, այդ պատերազմի ժամանակ է զոհեր են լինում։ Հիմա էլ քաղաքական process է։ Դե մենք այն ժամանակ ասում էինք process-ա, ոչինչ, սա մեր բանը թող տանեն Ռոբերտ Քոչարյանին, թող տանեն, չէ, հիմնական այդպես գնաց ամեն ինչ։ Թող տանեն տենց բոլորին, բայց մենք ասում ենք դրա գինը Արցախն է։ Հիմա որ տանեն գինը Հայաստանը չի, պարոն Թևանյան։ Դե այլևս գինը Հայաստանը չի, դուք իդես լավ գիտեք, հա։ Բոլոր առումներով էլ այդպես է, բայց հիմա ասեն վայ, ես ինչ վիճակներ է, դա էլ ճիշտ չի։ Ես հիմա ասում եմ, որ մենք այս ամեն ինչը գնահատելով մտնում ենք քաղաքական process-ի մեջ, ընտրություններից հրաժարվելը կլինի նվեր,
գործող իշխանության։ Ես չեմ ասում նվերից, ասեմ զուգահեռ ինչ որ բան է, ես պահի դրա մասին է խոսքը։ Պետք է նայել։ Դե ճիշտ ասած մարդիկ տարբեր մենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու ենք։ Մենք հայտարարել ենք նախապես, որ մաքսիմալ կոնսոլիդացնելու ենք ընդդիմադիր դաշտը, այդ թվում եւ վաղաշաբաթում։ Այդ կոնսոլիդացիան հնարավորություն կտա փոփոխությունների հասնել։ Այդ գործիքակազմը պետք է օգտագործել։ Հիմա եթե դուք ուզում եք ասեք, որ ես պետք է ավտոմատը վերցնեմ դուրս գամ փողոց, ես այդպեսի բան չեմ ասի, չեմ էլ անի։ Քաղաքական process-ների մասին եմ խոսում, դուք ավտոմատին եք խոսում, ավտոմատից եք խոսում։ Process-ը նաև ընտրությունն է, Նաև ընտրությունն է, բայց ասում եմ, եթե այս մարդը բանեցնում է սա, չունի որևէ աջակցություն եւ պաշտպանություն է ժողովուրդը։ Որպեսզի դուք այսպես ասած քաղաքական պատասխան պահանջեք։ Ես ուզում եմ տեսնեմ քաղաքական ուրիշ process-ներ հնարավոր են, տեսանելի են։ Առաջիկան տեսանելի են, այս ամենը ինքը դուք չեք տեսնում, ինքը ոնց է շտապում։ Եվ ինչ գործիքակազմ է բանեցնում։ Մենք մեր մասով ամեն ինչ անում ենք, չենք պահկվել, չենք թաքնվել, մասնակցում ենք process-ների։ Մարդիկ կան մեծ քաղաքական փրթում են, բայց չեն մտնում, չէ, process-ների մեջ։ Մենք մեծ չենք փրթում, բայց մտնում ենք process-ների մեջ։ Սա մեր ու մյուսների տարբերությունն է, բայց ես